բայց ես չի ուզում տենց այդ բանը այդ ինչին հղում արի շարունակեի, բայց այդտեղ ես մի դրվագ ունեմ, որի մասին խոսում եմ, ի շարունակություն գիտելիքի։ Ես ասում եմ, որ գիտելիքի պակասը եւ կրթությունը այդ նույնը վերաբերվում է հավասարապես եւ անհատին եւ կառավարությանը եւ պետական պաշտոնյային։ Մենք մեր գիտելիքի պակասի մասին էլ պետք է մտածենք։ Հիմա այն, որ ես ասում եմ հիմա, այս ինչ որ նոր ասեցի, չէ, 15 րոպե ելույթ ունեցա։ Ինչ որ ասացի հիմա, այդ գիտեք ինչ անշանակում, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Որտեվ եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի 7 տարի չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթը ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որտեղ մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք ենք այդ մարդկանց առաջնորդը, մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ մեր գործն է։ Որտեղ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման, ծրագիրը գրած է ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղով պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ հələ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեվ թուղթ է, որ պրինտ ենք անում, որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա, սենց թուղթ է, որ պրինտ ենք անում։ Ում է հետաքրքիր, դա որև բան նշանակում է, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում ենք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, պրոբլեմը չգիտենք։ Մենք դեղա, որ լցնում ենք բուժարոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր պրոբլեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, այդ ուրիշ բան, այդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտև այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրանք չգիտեն իրանք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործը, իրանք գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է, մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է, մեկին խաբել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է, ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք, այն որ մեր այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղ է գիտելիք ունենալու, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց։ Չկա ճանապարհ, որով գիտելիք գնա, հասկանում եք։ Գիտելիքն է ֆիզիկապես շարժվում։ Ոնց է այդ գիտելիքը այդ գյուղացուն հասնելու։ Հիմա ասում ենք YouTube-ում դնենք, ընդ ինտերնետ կա, կոմպյուտեր կա, որ YouTube-ում դնենք։ YouTube-ում մենք կդնենք, մենք կնայենք, ասենք, ես ինչ լավ բան ենք արել։ Ու սա մեր պետական համակարգի ամենամեծ խնդիրն է։ Ու մեծ խոսանք։ Ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։
Վերջին 7 տարվան է առավել եւս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Այդքան կլինի, այդքան ծրագիր, ես 5 տարի ինչ եմ ասում ժողովուրդ ձեզ։ Ասում եմ այդ ծրագրերը, որ ընդունում ենք, ես հետո գնում եմ միտեղ կանգնում եմ, ասում եմ ժողովուրդ տեղյակ եք։ Ոչ մեկ տեղյակ չի, այս նիստում, եթերում, աշխատանքային ֆորմատները չեմ ասում, քանի անգամ ասած կլինեմ։ Գոնե մի 10-15 անգամ այդ թեմային անդրադարձած կլինեմ։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել։ Այնտեղ որտեղ ընդհանուր YouTube-ին բան է փոխվել, ասենք ես մտել եմ, նայել եմ, տեսել եմ, ասել եմ, բայց խիա այս 1962 թվականի բան դրած, տեղեկություն դրած, հետո երկու շաբաթում մի կերպ իրար տալով ջուրտուկշի անելով մի բան լցրին այնտեղ, պարոն վարչապետ, հանձնարարականը կատարված է։ Էս է մեր պատմությունը։ Եվ հերիքա մենք մեզ խաբենք։ Մտածեցին կռիվ ենք անում։ Շատ լավ։ Առաջարկում եմ մտածենք ու քվեարկենք։ Կամ քվեարկենք, հետո մտածենք։ Համեցեք։ Անհրաժեշտ է, վարչապետ, այս նախ գիտելիքների հիմնական գեներատորը իհարկե բիզնեսն է, որը ինստիտուցիոնալ, որը գալիս է, որովհետև ինչքան շատ լինի բիզնես, այդքան շատ ինստիտուցիոնալ բիզնես, այդքան շատ կտարածվի գիտելիքը, որովհետև մեկը ինքնա թելադրում եւ ինքնա տարածում ամենաարդի գիտելիքը։ Այդ մի քիչ դասագրքային բան չի, դա պիտի պրակտիկ բան էլ ունենա եւ որակի ստանդարտը, պարոն վարչապետ։ Այսինքն, այստեղ տեսեք ինչ պրոբլեմատիկա է, որ մենք ոչ ինստիտուցիոնալ գյուղատնտեսական արտադրության խթաններ ենք դնում, այդ շղթան գնում է մինչև արտահանում ու դառնում է մեծ պրոբլեմ, որովհետև եթե արտադրությունը ինքը ոչ ինստիտուցիոնալ է, նշանակում է ամբողջ շղթան ենք ֆինանսավորում, ոչ ինստիտուցիոնալ շրջանառության ստանդարտին չհամապատասխանող արտադրանքի, օրինակ ունենք տենց սիմպտոմներ խաղողի մասով։ Եվ այդ իմաստով այս ճիշտ դիզայնի կարևորությունը նաև նրանում է, որպեսզի ինքը գնա հասնի այն շահառուին, որ արտադրում է ճիշտ արտադրանք, որը համապատասխանում է ստանդարտին եւ մրցակցային կլինի։ Համաձայն եմ, պարոն Գրիգորյան, այդ էլ է, ինչ որ ձևով պետքա հետևից քաշի, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ես խնդրում եմ եւ առաջարկում եմ, որ մի հատ կենտրոնանանք այն սեգմենտի վրա, ով ի սկզբանե մեր նպատակակետն է եղել եւ մենք կենտրոնացած ենք եղել եւ շարունակում ենք իրանց ինչ անենք իրանց համար։ Իմ եզրակացությունն է նա, որ մենք պետքա մենք նախ սովորենք, թե ինչն է իրանց խնդրեմը եւ իրանց է օգնենք, որ իրանք հասկանան ինչն է իրանց խնդրեմը եւ պետքա էլի այդ նույն բանը, հա, ինչքան եմ ասել բան, որ ժողովուրդ ջան, ես համաձայն եմ մի աշխատանքային օր անցկացրեք կաբինետներից դուրս, ուղղակի գնացեք մարդկանց հետ շփվեք։ Հա հիմա էլ զեկույցները գալիս են էլի ֆորմալ, տենց, կիսա նայում ես հասկանում ես, որ էլի մնալու ենք առաջի դասարանում։ Ոստե է ֆունդամենտալ խնդրեմը։ Բայց լավ, ես առաջարկում եմ բան չանենք, տենց անվերջ չքննարկենք հարց համար 22։ Եկեք մտածեցինք, հիմա էլ քվեարկենք։